հասկանում եմ դերակատարությունը այս գործի մեջ։ Ես եմ փորձեմ շատ հապեշտ ներկայացնելու, որովհետև զինվորական գործ, որպես այդպիսի զինվորական գործի շրջանակներում գնահատական, որը մոտավորված է դեռևս գործի ավարտի ընդհանրապես անմիջապես հակառակեցին եւ տրվայցի մի քաղաքացիական գնահատման հարթությունից տեղափոխում են զինվորական գնահատման հարթություն։ Բայց շատ բնական հարց է զարում, որ պետք է խնդիրը հենց քննարկվի զինվորական կանոնակարգի հիման վրա։ Ամբողջ այս 14 հատորում գումարեց նաև Սերժ Սարգսյանի 5 հատորը, որը ավելի քան 4500 գումարած 5 հատորինը, ես մի տեղ չեմ տեսել, որ այստեղ զինվորական կանոնակարգի, զինվորական կանոնակարգը, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից, ներքին կանոնակարգի հիման վրա նաև Պաշտպանության նախարարի հրաման լինում եւ ի վերջո այդ ամենը պատրաստում է Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից։ Որևէ մենք ուսադիր կրող անձնավորություններ ենք։ Պաշտպանության նախարարությունը իր կանոնակարգի հիման վրա այն ամբողջ ինչ-որ ժամանակահատվածում ինքը ուսումնառությունների, ուսումնական հավաքների, հորիզոնական ենթարկվածության, վերտիկալ եւ ուղղաձիգ ենթարկվածության պայմաններում մշակում են եւ աշխատում են, վերադասավորում են, փորձարկում են այն բոլոր ղեկավարման կառուցվածքի մեջ այն բոլոր ղեկավարման հնարավորությունները, որը որ Պաշտպանության նախարարությունը հնարավոր պատրաստի ժամանակ պետք է ղեկավարան օպերատիվ եւ ճշգրիտ ուրեմն ղեկավարում իրականացնի։ Հարց է ծագում, հարգելի դատախազ, այդ ոնց հասկանանք օրինակի համար, որ եթե Պաշտպանության նախարարության մեջ նախարարը հանդիսանում է ալֆաբետի պատառը եւ ասենք Աշիկ Շևչյանը կամ Արսեն Տականը հանդիսանում է օրինակի համար ալֆաբետի պատառը։ Այս ամբողջ ընթացքում, եթե եղել է կոնկրետ հանցագործություն, Սարգսյան Արմենի դերակատարությունը ո՞րն է եղել։ Սարգսյան Արմենի վարձունն է ստացել այդ փաստաթղթերը, հողատարածքները վաճառելու, չվաճառելու։ Սարգսյան Արմենը Պաշտպանության համանախարար է եղել։ Սարգսյան Արմենը գեներալի կոչում ունեցել։ Սարգսյան Արմենը հարգելի դատախազ այդ բոլոր իրավունքները ունեցել է մինչև 2000 թվականին։ Իմ հաստիկը եղել է փոխնախարարի հաստիկ, ես եղել եմ գլխավոր վարչապետ։ 2000 թվականի մայիսից Պաշտպանության նախարարության կառուցվածքային փոփոխություն տեղանացավ, որը ազգային ժողովով նոր փոխնախարարներ նշանակվեցին։ Այդ փոխնախարարներով յուրաքանչյուր Պաշտպանության նախարարության վարչություն ղեկավարում էր արդեն կոորդինացիոն համապատասխան փոխնախարարի կողմից, որը նախարարի բացակայության ժամանակ ուներ իրավունք։ Անմիջապես 2003 թվականին Պաշտպանության նախարարության գնումների հանձնաժողով ստեղծվեց գեներալական կոչումով, ստեղծվեց նաև աշակակած գեներալական կոչումով։ Դուք եք վերցնում եք շատ լավ կարդում եք, օրինակ տեսնում եք Սարգսյան Արմենը իր աշխատած ժամանակ, օրինակ այսինչ որ գնաց հարձակում։ Բայց ես մի օր չտեսա, որ ձեր ամբողջ այն 4500 էջի մեջ, որտեղ նաև ես տեսնում ես, որ սկսվել է Լիլիթ ինչ-որ Գալստյանի, հետո Աֆրիկանի կողմից, որտեղ արդեն իսկ, եթե իրոք այս ամենի մեջ հանցագործություն կա, ու հանկարծ մի կր գործը կանգ առը, հաջող կշտորտությունը չի արվել, հաջող գործը չարել, որ ոնց որ թե այն տպավորությունը ստեղծում, որ մարդ են փնտրում, թե այս ամբողջը ում վրա տարտել։ 8 տարի շարունակ 2018 թվականից այս գործը գնացել է։ Դասում եք այն խոսքը, որ ես միշտացում եմ, որ ինչքան շուտ դուք այս գործը իմ մասով կարճեք, ես ես հաջողություն կցանկանամ, ընդհանրապես այս գործը։ Կասեք, ըստ էության, այո, չընդհատեցի, բայց ամեն դեպքում այս փուլին վերաբերելի չէ ձեր խոսքը, ձեր պաշտպաններն ըստ էության բուն են ապացույցների վերաբերյալ որոշակի հայտարարություն կատարեցին, իսկ ձեր խոսքը ընդհանրապես փուլին վերաբերելի չէ։ Շնորհակալություն։ Ես եթե թույլ կտակ, ուրեմն այդ դեպքում այն ինչ վերաբերում է կոնկրետ այս գործին, այդ գործի մասով։ Գործի մասին չէ։ Այս փուլում ապացույցի մասին է։ Այն ապացույցը, որը հետազոտվեցին կադաստրային գործերի զննությունները եւ նոտարական գործերի զննությունները։ Բացառապես դրանց մասին է այս փուլում խոսքը։ Ընդհանուր գործի վերաբերյալ ձեր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորություն ունենալու եք, բայց ոչ հիմա։ Այսինքն այս պահին հրբերի դատախազի կողմից այս տևական մի քանի դատականների մասով ես իրավունք ունեմ այդ մասով խոսք ասելու, թե ոչ։ Ինչի մասին։ Նստեք։
Չէ, նստել լավ, ավելի լավ սակայն համակարգում։